Դերասան Կարեն Ասլանյանն այս շրջանում որևէ հեռուստատեսային կամ կինոնախագծերում ընդգրկված չէ, նրա բացակայությունը եթերից անմիջապես նկատեցին հեռուստադիտողները, ովքեր սովոր էին նրան տեսնել սերիալներում ու տարբեր նախագծերում։ Շատերի համար Կարենի անունը երկար ժամանակ ասոցացվում էր ակտիվ ստեղծագործական կյանքի հետ և նրա դադարն ակնհայտորեն զգացվեց։ Այնուամենայնիվ, հանդիսատեսը շարունակում է հույս ունենալ, որ դերասանը շուտով կրկին կվերադառնա հեռուստաէկրաններ նոր ու հետաքրքիր կերպարներով։ Ամուսնությունից հետո Կարեն Ասլանյանն ըստ ամենայնի որոշել է փոքր-ինչ դադար վերցնել և ամբողջությամբ նվիրվել իր անձնական կյանքին։ Այս օրերին նա վայելում է ընտանեկան ջերմությունն ու անդորրը, հեռու մնալով հանրային աղմուկից ու ակտիվ մեդիա ներկայությունից։ Դերասանը պասիվ է նաև սոցիալական ցանցերում, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է, որ նրա համար այս փուլում առաջնայինը ընտանիքն է։ Սակայն անգամ լռության պայմաններում Կարեն Ասլանյանն ու նրա ընտանիքը շարունակում են մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Վերջերս նրա կնոջ կողմից հրապարակված տեսանյութը նվիրված դերասանի մայրիկի ծննդյան տարեդարձին լայն քննարկումների առիթ դարձավ համացանցում։ Շատ հետևորդների ուշադրությունն անմիջապես գրավվեց դերասանի կինը, որտեղից պարզ էր դառնում, որ ընտանիքը սպասում է համալրման։ Թեև որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել, բայց հրապարակումը նոր ալիք է բարձրացրել հետաքրքրության ու քննարկումների։ Հեռուստադիտողները մի կողմից սպասում են դերասանի վերադարձին էկրաններ, մյուս կողմից էլ հետաքրքրված են նրա կյանքի նոր ու երջանիկ փուլով։ Շատերը նշում են, որ ընտանեկան ներդաշնակությունն ու ներքին խաղաղությունը կարող են նոր որակ և խորություն հաղորդել դերասանի հետագա դերերին։ Այսպիսով, թե Կարեն Ասլանյանն այս պահին հեռու է նախագծերից և սոցիալական ակտիվությունից, նրա անունը շարունակում է մնալ քննարկումների կենտրոնում, իսկ երկրպագուները հավատում են, որ ընտանեկան այս հանգիստ ու ջերմ շրջանը ժամանակավոր դադար է, որին կհետևի հզոր և սպասված վերադարձը հեռուստաէկրաններ։ Շատերը համոզված են, որ Կարեն Ասլանյանի կյանքում սկսվել է մի նոր, առավել հասուն և պատասխանատու փուլ։ Ամուսնությունը և իհարկե ծնող դառնալու պատասխանատվությունն ըստ երկրպագուների կարող է էականորեն փոխել դերասանի ներաշխարհը, նրան տալով նոր զգացումներ, ապրումներ ու ներշնչանք, որոնք անպայման կարտացոլվեն նրա հետագա դերերում։ Համացանցում արդեն ակտիվորեն քննարկվում է, թե ինչպիսի կերպարներով կարող է վերադառնալ Կարենը։ Ոմանք ենթադրում են, որ նա կընտրի ավելի լուրջ, խորքային դերեր, որոնք կհամապատասխանեն իր կյանքի նոր փուլին, մյուսները վստահ են, որ դերասանը կզարմացնի բոլորին անսպասելի կերպարով կամ ձևաչափով։ Մի բան ակնհայտ է՝ նրա վերադարձը անտարբեր չի թողնի ոչ ոքի։ Մինչ այդ Կարեն Ասլանյանը շարունակում է մնալ ընտանեկան շրջանակում հեռու տեսախցիկներից և հրապարակային հայտարարություններից։ Նրա լռությունը շատերի համար խոսուն է, երբեմն ամենակարևոր փուլերը սիրում են խաղաղություն և անձնական տարածք, իսկ նրա կինը, թեև հազվադեպ, բայց փոքրիկ հրապարակումներով ակնարկում է, որ նրանք երջանիկ են։ Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 4-ին Կարեն Ասլանյանն ամուսնացել է։ Դերասանի և ընտրյալի Աննա Ասլանյանի հարսանեկան արարողությունը կայացավ Կիպրոսում։ Զույգի քավորը քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Հայկ Սարգսյանն է։ Կարենը տեղեկացրել էր, որ հարսանիք անելու են նաև Հայաստանում, բայց այդպես էլ հարսանիք տեղի չունեցավ։ Դերասանի ընտրյալը Աննան երկար տարիներ ընտանիքի հետ բնակվել է Նիդերլանդներում, այնտեղ ունի գեղեցկության սրահ։ Ամուսնությունից հետո նա տեղափոխվել է Հայաստան և կշարունակի աշխատել այստեղ։ Կարենն ու Աննան հյուրընկալվել էին Ամալիա Հովհաննիսյանի «Life Room» սերմ հաղորդմանն ու խոսել ամուսնությունից։ Կարենը պատմել էր նաև Աստվածաշունչ կարդալով փոխվելու մասին։ Դերասանը խոսել էր նաև կնոջ հետ հարաբերությունների մասին, նշելով, որ իրենք շփվել են նախորդ տարվա ամռանից։ Շատ պատահական ենք ծանոթացել, այնուհետև շփվել ենք համացանցով մոտ 2-3 ամիս, միմյանց ճանաչելուց հետո կրկին հանդիպել ենք։ Աննան եկավ Հայաստան, հանդիպեցինք, շփվեցինք ու նորից վերադարձավ Նիդերլանդներ։ Մեր բաժանումը տևում էր 15-ից 20 օր։ Ես զբաղված էի, չէի կարողանում գնալ, Աննան էր գալիս Հայաստան։ Մեզ Աստված է միավորել, ամեն ինչ ստացվեց Աստծո կամքով։ Ընտանիք կազմելուց հետո էլ մեր կյանքը շարունակվում է ավելի գունավոր ու գեղեցիկ։
Ինձ համար շատ կարևոր է ընտրյալիս անցած ճանապարհը, բարոյականությունը, դաստիարակությունը և իհարկե հայեցիությունը։ Աննային ընտրել եմ թե մտքով, թե սրտով։ Աննան շատ փակ, խաղաղ ու հանգիստ մարդ է։ Կարողանում է ինձ բալանսավորել։ Շատ կարևոր է, որ կողքիդ կինը քեզ հասկանում է և դուք ներդաշնակ եք։ Ամեն ինչ շատ արագ դասավորվեց, հենց նրան տեսած ասացի ինքն ա ու վերջ։ Ունեցել ենք բարդ շրջան, բայց հիմա Աստծո կամքով ամեն ինչ շատ լավ է, շատ վիրավոր ու բաց տեղեր ունեի, որոնք լցվեցին ու բուժվեցին Աննայի շնորհիվ։ Մի գեղեցիկ արտահայտություն կա՝ երջանկությունը լռություն է սիրում։ Այդ պատճառով էլ գաղտնի էինք պահում մեր հարաբերությունները։ Միշտ ուզում եմ կողքիս աղջիկը ճանաչված չլինի։ Հետամնաց չեմ, պարզապես այդպիսի ցանկություն եմ ունեցել ու այդպես էլ ստացվեց։ Երկու եղբայր ենք, հայրս ասում է վերջապես մեր տուն լույս եկավ։ Որոշել եմ Հայաստանում ևս Աննայի համար գեղեցկության սրահ բացել, բայց միայն աղջիկների համար, քանի որ շատ խանդոտ եմ։ Դերասանը նշել էր նաև, որ 11 տարի անդադար եթերում է եղել գլխավոր դերեր, երգեր, տեսահոլովակներ։ Ես անընդհատ տալիս էի հանդիսատեսին ու հեռուստադիտողին իմ էներգիան և ներսս դատարկվում էր, լցնող չկար։ Վերջին տարիներին իմ կյանքում ոչինչ չէր ստացվում, թե բիզնեսում, թե անձնականում։ Ամբողջությամբ սպառվել էի, չգիտեի ամեն ինչ թողնել, գնալ թե մնալ։ Որոշեցի գնալ Մոսկվա, բայց հասկացա, որ տեղանքն ինձ չի փոխի, պետք է ինքդ քեզ փոխես։ Մի անգամ մի քանի օրով Մոսկվայից Հայաստան էի եկել, մայրս ասաց Աստվածաշունչ կարդա։ Կարդացի, սկզբում շատ դժվար էր, կարծես չարը չթողներ, որ կարդայի ու հասկանայի։ Սկսեցի նույն բանն այնքան կարդալ, մինչև հասկանամ։ Աստվածաշունչ կարդալով հարցերիս պատասխանները ստացա, ապաքինվեցի Աստծուն ու ամեն ինչ ստացվեց, ձեռքերիս գորտնուկներ կային, բոլոր հնարավոր միջոցներին դիմել էի, չէր անցնում, 3 օրում աղոթքով անցավ։